3.5 միլիոնանոց սովետական Հայաստանում կար 3-ից 4 գուշակ։ Երբ սովետական միությունը փլուզվեց, Հայաստանից արտագաղթ եղավ, այսինքն բնակչությունը նույնիսկ սկսեց պակասել, բայց գուշակների թիվը սկսեց կրկնապատկվել, եռապատկվել, նույնիսկ քառապատկվել։ Պարզապես աշխատանք չկար, մարդիկ այդ բնագավառում էին փորձում գումար վաստակել։ Խորհրդային շրջանում, Սովետական միությունում եւ այսպես կոչված սոցիալիստական ճամբարում երկու նշանավոր մարդ կար։ Մեկը Բուլղարուհի Վանգան էր, որը գուշակություններ էր անում, բնականաբար մեծ գումարներով։ Իդեպ գումարները մեծ մասամբ գնում էին բուլղարական բյուջե։ Նրա մահից հետո պարզվեց, որ նրան անչափ օգնել է իր գուշակությունների մեջ Սովետական միության KGB-ի գործակալական ցանցը։ Երկրորդը Ջունա Դավիդաշվիլին էր, իսկական անուն-ազգանունը Եվգենիա Սարկիսովա, ազգությամբ ասորի էր, բայց բավականին լավ տիրապետում էր նաև հայերենին։ Նա նույնպես մարդկանց բուժում էր էքստրասենսոր ճանապարհով։ Նրա մահից հետո պարզվեց, որ նա ընդհանրապես ոչ մեկին չի էլ բուժել։ Իսկ կյանքի վերջում նաև հայտարարում էր, որ իր մոտ ձիրք է առաջացել նկարչության և ցուցադրում էր իր նկարները։ Մահից հետո պարզվեց, որ նա ոչ մի նկար էլ չի նկարել։ Այդ նկարները նկարել են լրիվ ուրիշ նկարիչներ, որոնց նա վճարում էր։